Մամուլի դեմ իշխանական ճնշումները շարունակվում են։ Ի դեպ, նախկին որևէ իշխանության օրոք լրագրողների դեմ ռեպրեսիաները չեն հասել այնպիսի մակարդակի, ինչպիսին նախկինում լրագրող աշխատած Նիկոլ Փաշինյանի օրոք է։ ՔՊ-ն իրեն համարում է ժողովրդավար, երկիրն էլ հռչակել է ժողովրդավարության բաստիոն, բայց բռնապետի պես պայքարում է խոսքի ազատության դեմ, ապօրինաբար տուգանվում ու փակվում են լրատվամիջոցները։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնող Ռուբեն Ռուբինյանը, ով ևս ժամանակին աշխատել է լրատվական կայքում ու մայրը եղել է հայտնի լրագրող, այսօր մամուլի դեմ ակտիվ պայքարողներից է։ Ռուբինյանը դեռ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չստանձնած արդեն նոր որոշում է կայացրել, ինչը սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքը ազգային ժողովի տարածքում։ Ռուբինյանի այս քայլին արձագանքել է Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ Նա նշում է, հատուկ վերահսկելի գոտիներում առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։ Լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ազգային ժողովի դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ազգային ժողովի ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։ Սրանք պարզապես խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետեւ խոսքի ազատությունը ներառում է նաեւ լրագրողների իրավունքը հավաքելու եւ տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ, նշել է պատգամավորը։ Հիշեցնենք, Ռուբինյանը հաճախ է ցույց դրել իր բացասական վերաբերմունքը լրագրողների հանդեպ։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Որ այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջան, կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Ո՞վ է խմբագիրը ձեր։ Չէ, ո՞վ է ձեր խմբագիրը։ Հա, իսկ ո՞վ է ֆինանսավորում։ Ո՞վ է ֆինանսավորում։ Այսպիսին է ՔՊ-ի ստեղծած իրական Հայաստանը՝ ճնշել, սպառնալ, լռեցնել բոլորին, ովքեր կխանգարեն իրականացնելու իրենց արկածախնդիր քաղաքականությունը։ Հայք Նյուզ լրատվական։